Ողջունում ենք ձեզ սիրելիներս, նոր օր, նոր բլոգ։ Ուր ենք եկել ենք Կարիֆոր, ու ինչի համար ենք եկել։ Ձմեռ պապիկի մոտ ենք եկել։ Ձմեռ պապիկի մոտ։ Եկել ենք նախանցած վլոգում տեսակ, որ գուլպա էինք առել ամանորյա, ու եկել ենք այդ գուլպան, որպեսզի լցնենք կոնֆետներով կամ փոքրիկ խաղալիքով, չգիտեմ, ինչ որ լինի։ Հիմա պետք է լցնենք այդ գուլպան, տեսնենք ինչ ենք գնում։ Եկել ենք Կարիֆոր, եթե այստեղ չլինի նորմալ լավ կոնֆետներ, կգնանք երևի Էսկլադ, այնտեղ էլ է լավը լինում։ Հիմա տեսնենք Կարիֆորում ինչ կա չկա, ու ըստ դրա կորոշենք ինչ ենք անելու։ Այնքան ստեղի ձմեռ պապինա լավը թե Էսկլադի։ Հիմա ու դες էլ անպայման մեզ հետ տանում ենք, ուր որ գնանք։ Գնացինք հիմա առաջինը Կարիֆոր ենք գնում։ Գնացինք։ Այստեղ ամեն ինչը ամանորին վերաբերվող է, բայց մենք այսպեսի մեծ բաներ չենք վերցնելու, գնում ենք անմիջապես մեր ուզած բաժինը։ Մենք այստեղից բան ունենք առնելու Կարիֆորից։ Երևի չէ, երևի ենք ասում, որովհետև չգիտենք ինչ կհանդիպի ու անկանխատեսելի է մեր գնումները։ Չմտածված կարող է եւ մի գնում ինչ-որ մի բան մեզ պետք լինի ու մենք գնենք։ Այստեղ Ռաֆայելոյի տեսակները, Լինդի նաբորն է, խոսքով այստեղ այսպիսի իսպանական քաղցրավենիքները, որը հանդիպում է, օրինակ այսպիսի քաղցրավենիքները միայն այս ժամանակահատվածում են ստանում։ Այստեղ պանետոններն են, Սուրբ Ծննդյան հացերը։ Տարբեր տեսակի և տարբեր գների։ Ահա, տեսնենք որտեղ կա, բայց այնքան հետաքրքիր է ժողովուրդ, եթե շուտ չես գնում, արագ վերջանում է այդ ամանորյա կոնֆետները։ Այստեղ այսպիսի ամենօրյա հասարակ կոնֆետներ են, բայց ես ուզում եմ, որպեսզի մի փոքր ամանորյա լինի։ Միկադո համովա չէ, սիրում է ոնց որ։ Դե բոլորը դեֆեկտ են սիրում։ Հա, մեծ փոքրը սիրում։ Համովա վերցրել, միա դրանից վերցրու։ Տեսնենք ինչ ենք գտնում։ Այս երաժշտությունը ուղիղ թղթերից վերևն է։ Ժողովուրդ, որ գնում ենք երաժշտությունը բարձր է։ Հա։ Ահա, պատրաստի գուլպան, Ֆերերո Ռոշերից։ Հա, ասի գնում ես ու վերջացնում ես, բայց ինչ կոնֆետներ կա, պլիտկա է, իրանց պլիտկան է մեջը, հա, սո իրանց Ֆերերո Ռոշերի կոնֆետներն է։ Ասա ցույց տամ ձեզ էլ, ասա։ Երևելի բան չկա։ Եվ արժեքը 15 եվրո։ Արժեքը սա 15 եվրո։ Դե, եթե գուլպան առնում ես, մեջ է լցնում ես, մենք ավելի շատ ենք ծախսում, եթե վերցնես, բայց սենց մենք բազմազան կոնֆետներ ենք լցնում, ոչ թե մենակ Ֆերերո Ռոշերի։ Մեր կողմում էլ քիթկատ կար։ Քիթկատ, գնանք տեսնենք հələ ինչ կա էլ ուրիշ, ժողովուրդ չեն գտնում ոչ մի բան հարմար։ Հայաստանում չլներ, որ ամեն ինչ միշտ լիքը։ Այստեղ իրանց կոնֆետներն են, տուրոններն են, անկեղծ ինձ այդքան դուր չեն գալիս, այսքան նայած որը։ Թե ասեկանք պահածոների բաժին, հա։ Սենց գնանք դուրս կանք, տեսնենք կարող է ստենդների վրա լինին ամանորյա հիքներ է, բայց Սուրբ Ծնունդը մոտենում է, բոլորը պատրաստվում են արդեն։ Սա էլ կինդերինն է պատրաստ, 10 կտորի մեջը կոնֆետ է։ 10 կտոր, հա, ամեն մեկից գրածել է քանի հատ է։ Կինդերինն է, արժեքը 11.95, 12 եվրո։ Նվերի հարմար փաթեթներ են իմիջայելած։ Արի մի հատ նայեք։ Ես որ գուլպան առել եմ, դրա համար ուզում եմ, որ չգիտեմ, իմ ուզածը լինի, տեսնենք ոնց կստացվի։ Այս մարդը ծառ։ Այս փոքրներից առնենք տնենք, չէ, դե։ Դե գիտես, չի կարելի։
ջուրիկներին։ Այստեղ արդեն այս ամանորյա փաթեթները բերել են խմիչքների։ Այսինքն ինչպես Հայաստանում է, այնպես էլ այստեղ է։ Ձավն է, ջուրիկներն են լավը։ Այստեղ փոքրիկների շտավն են։ Այստեղ էլ են մեկը մեկի տուն գնում շնորհավորում, այստեղ էլ են այսպես ասած բամբանյեր կատանում քաղցրով, խոսքով այստեղ էլ սա էլ բոլոր Աննաներին, եթե իմ բաժանորդների թվում, հետևորդների թվում Աննա կա, սա ձեզ։ Իհարկե իմ քույրիկին էլ, որովհետև անունը Աննա է։ Անի երաժշտությունը անջատվել է խոսում։ Այստեղ այսպիսի բան ենք տեսել, ինքը սիրուն է, ելգատ կլարես մի հատ։ Ինքը, ահա, սիրուն բան է, երկում է, բայց մեջի կոնֆետները լովը չեն։ Թուպավոր, ես չգիտեմ, մեջի կոնֆետները լավը չեն։ Մի խոսքով տեսնենք։ Միակույսը, որ այստեղ կլինի դրա մարկղի մոտ, բայց ոնց որ այդ լավ ապարտյուն, գիտես որտեղ այն հենա, տեսա, գնացինք, ահա, այստեղ այսպիսի բանա, ստենդա, կիտկատինն է սա, մի հատ սրանից, սա 3 թագավորներն է, այստեղի, մի հատ այս սրանից կգնենք երևի, հիմա տեսնեմ մյուս կողմում ինչ կա, ահա, մի հատ դրանից, ինդերի, դա էլ է 3 թագավորները, սա 3 թագավորներն է սա, Ֆելիս Նավիդադ էլ գրված է վրան, սա առայժմ ես 3-ն ենք ընտրել, այդ ինչ է, Լինդի, անավը կլինի ստվում, բայց ոչ տոնական է, տեսնենք եթե տոնական ինչ-որ բան կա, Ռաֆայելոյա, այդ ձմեր պապիկներից վերցրու, այդ ձմեր պապիկները, հա, եթե փոքրը չկա, մեծ այդի մեր, նայ մենակ կոտրված չլինի կա, աչքով անում չի, խպաշի, հեսա, նայն սիրունը, Այդիկ վերցնենք։ Էսի վերցրու։ Եպե։ Կա, վերցրենք։ Ահա, այդ ձմեր պապիկը որում մեզ պետք չի կա։ Այսի, կինդերը ձմեր պապիկը վերցնենք։ Էսի սիրուն է ձմեր պապիկը։ Գտանք, ինչ-որ բան։ Այստեղ այսպեսի, այս բաժակներն են լավը լնայի։ Հələ տեսնենք ինչ կա մեջը, կարելի էր տարի մենակ սս բաժակ վերցնել, հա։ Հա, հասնի իրենց կոնֆետներն է հասարակ, կաթես երևի լցնում։ Չէ, հետի չի լինի։ Չարժի 9 եվրո։ Չէ, արդեն առել ենք բանը, եթե մենակ էտի այս տարի, լավ, ես տարի։ Այստեղ սորացույցներն են, որ արդեն ուշա, ամսի 1-ից դեկտեմբերի առնում են, մինչև 25-ը սուրբ ծնունդ բացում են, օրը մի հատ։ Հա, այս նորություն է, այս նույնը, ինչ հա? Հա? Ուզես վերցնենք նրա։ Չէ։ Խոսքով սա էլ այսպիսի աներ, փոքրիկ խաղալիքները չի կար, որ մեջ է փոքր խաղալիքներ, ինչքան որ պարտի մեջ կտեղավորվի, էլի։ Սա էլ այստեղի ամանորյա խաղալիքների բաժինը, երևի այսքան է մնացել։ Այսի արդեն վերջն է, էլի։ Վերջն է, ամսի քանիսն է, 16-ը, ուղիղ 10 օրից, 9 օրից սուրբ ծնունդն է ու ջանասիրաբար արդեն պատրաստվում են։ Խանութները արդեն բավականին ժողովուրդ կա։ Չէ, ըստեղ մեզ ինձ թվում է հետաքրքիր բան չկա։ Ներքև մեծ ցույց տամ։ Հետևը, հիմա հետևն էլ նայենք։ Այստեղ կան
էլի Hamanoriya էսի։ Հատ դապես։ Առանց ձայնը։ Չէ։ Մեզ ձայնը որ պետք։ Որ մեր գլուխը տանի։ Ինչա, ոյ։ Գնաց կա։ Մենք ունենք գնաց, կսե մոմակալներ են, հա։ Այստեղ ինչ կա է։ Ծնե մարդը։ Չկա, չէ, սիրուն բան։ Ասեք արդեն երկրորդը գնում ես, երկրորդը 50% զեղչա։ Արդեն սա ակցիայի զեղչերով է։ Արի հիմա ջան, գնանք Էսկլատ։ Էսկլատ գնանք։ Հա։ Իսկ մի քանի բան ընդերից կգտնեմ։ Հա, գնացինք Էսկլատ։ Այնտեղ էլ տեսնենք ինչ կա չկա։ Էսկլատը ավելի շատ ինչ գիտեմ, մյուս տեղերում կա թե չէ, կատալոնական խանութ է։ Սուպերմարկետ է, բավականին լավն է, պատը չի։ Ժողովուրդ ջան, գնանք այսքանը վճարենք ու գնանք Էսկլատ։ Տեսնենք Էսկլատում ինչ կա։ Մենք դուրս եկանք Կարիֆուրից, ժողովուրդը ասում մեզ մոտ ինչ ամ։ Դու գնալուց ինչ չէր եղանակը անձրևայի մա գալիս։ Երեք ամբողջ օր այստեղ անձրև է եկել, շատ վատ եղանակ, ցուրտ չի տակ հա, բայց մռայլ անձրևային, հիմա նորից սկսեց անձրև գալը, շատ վատ եղանակ է։ Հիմա գնում ենք, ինչպես ասեցինք, Էսկլատ, Էսկլատն էլ կատալոնական, ստվում է մենակ այս մարզում է սուպերմարկետը, բավականին մեծ սուպերմարկետ է, գնում ենք այնտեղ։ Հետաքրքիր է, այս կողմը սև է ամպերը, այս կողմը տեսեք, այսի առավոտյան, այսպես էր մեր մոտ երկինքը, 10 րոպեում եղանակը մինչ մենք Կարիֆուրում ենք, եղանակը փոխեց մի անգամից։ Հիմա եկել ենք արդեն, հենա արդեն երևում է Էսկլատը։ Էսկլատ, Բոմպրեո, նույն սուպերմարկետն է, որոշ տեղերում Բոմպրեո, որոշ տեղերում Էսկլատը։ Պարկինգ։ Հա, ներքև է, ավելի լավ է։ Գնացինք պարկինգ։ Բավականին մեծ ոստեղ է պարկինգը ու դատարկ։ Մենակ Կատալոնիայում կա այս։ Էսկլատ չէ, հա, այս ցանցը մենակ Կատալոնիայում։ Բոմպրեո կամ էլ Էսկլատ։ Բոմպրեո կամ Էսկլատ, հա, նույնն է։ Բայց ասեմ, որակը շատ լավ է, վատը չի։ Ես էլ եմ հավանում այդտեղ համեմատած թանկ է։ Հա, մի թեթև թանկ է, Բայց ինքը բավականին լավն է։ Ու քանի որ սա կատալոնական է, կապ չունի, որ մի քիչ թանկ է, կատալանցիները ունեն այդ բնավորությունը, հա, իրանք մտնում են իրանց սուպերմարկետները։ Այստեղ այսպես մեծ պարկինգ է, լավ մեծ է, երկու կողմանի, մյուս կողմն է կա, հակառակ կողմն է կա, այս պատից են կողմ, հա, ու այդքանի քիչ չի լինում։ Մյուս կողմն է կա, բավականին քիչ մեքենաներ են լինում, մեծ է դեր։ Սայլակ բարձրացանք խանութ։ Հա, փոքրից, մեծ ինչ ես վերցնում։ Փոքրը հարմար է ավելի։ Վերևում է փոքրերը։ Վերևում է փոքրերը։ Չէ՞։ Փոքրը վերևում է։ Հա։ Ու այստեղ ասած մի անգամից մեզ դիմավորում են այս գեղեցկուհիները։ Շատ սիրուն է, չէ՞։ Մենք էլ է սիրուն։ Պինգուինն էլ է սիրուն, բայց ինձ թվում է նոր տարվանը կարմիրն է։ Չէ՞։ Չէ, կարմիրից։ Կարմիրից սիրուն, հա։ Այստեղ անկեղծ չգիտեմ, սա ինչ է, ինչ է։ Հասկացա։ Ինչա։ Հա, դա գլխարկա, փզի։ Հա, սպասեք ցույց տամ, լավ, դուք էլի տեսնեք ինչա։ Ահա, ընդհանրապես սա էր։ Գլխարկ մեկ էլ այդ, չգիտեմ ինչա կոչվում։
Այստեղ էլ այսպիսի ամանորյա փաթեթներ են, արդեն միանգամից պատրաստ նվերի համար։ Այստեղ խաղալիքների բաժինը։ Չնայած ես որոշել եմ երևի Ամազոնից կպատվիրեմ, տեսել եմ արդեն ինչ, ու կպատվիրեմ Ամազոնից։ Ինչ լավն է։ Լավն է, չէ՞։ Ինչքան 50 եվրո։ Ես էլ սիրուն ամեն ինչը կա ժողովուրդ։ Ես էլ կխաղայի։ Ուղղակի մեզ Բարբի է պետք, Նենսի պետք չի։ Ինչքան արժեքը 70 եվրո, 69.95։ Մտածեցի ամանորյա է, բայց ոչ, սա մնացել է Հալոուինից։ Այս պետք չի Հալոուինից մնացած կոնֆետները։ Ասել դե իրանց ավանդական կագատիոնը։ Աստեղ էլի ավանդական քաղցրավենիքներն է, ամանորյան, ծննդյան, ամեն խանութ ունի իր։ Չնայած սա բոլոր խանութներում նույնն է տորոնը։ Մի տեսակ հալվայի նման է, սա էլի մի քիչ ոչինչ լավն է, կա տեսակ, որ ինձ կներեք տուրոն սիրողներ, ես այդքան չեմ հավանում, սա համով է լինում, սա լավն է։ Մի խոսքով սա էլ իրենց ամանորյա քաղցրավենիքները, ավելի ճիշտ ծննդյան։ Տեսեք, այստեղ արդեն ասա տեսականի է տարբեր, այսը ընդհանրապես չեմ սիրում, ինչ իրամից դուր չի եկել, ասում են ճաշակին ընկեր չկա, այստեղ տարբեր ծայլ պիստաչոյով է, այս իրանք վատը չի, լավն է լինում, ուղղակի շատ չորա, պետք է ամուր ատամներ ունենաք։ Բայց իհարկե իրենք շատ են սիրում իրենց քաղցրավենիքները։ Աստեղ էլ իհարկե էլի պանետոնները տարբեր համերի, տարբեր տեսակների, չամիչով, շոկոլադնի, նարնջով, խոսքով, չկա էլի։ Նայ կոմը ես տեսնում եմ։ Հեսա ոչինչ։ Արդեն պտտվել դու տե ծանոթ ես։ Ահա։ Խոսքը գնանք տեսնենք ինչ կա այստեղ էլ։ Ասեն, ամանորյա չի, ամենորյա է։ Ամանորյա չի, ամենորյա է։ Մենք հիմա պետք է լավ լցնենք այդ կլցվի մեր պարկը։ Որտեղ հիմա երեխեքը դժգոհություն հայտնում են։ Օ, ինչքան դժվար է հիմա երեխեքին գոհացնել անկեղծ ասած։ Ահա, եկանք այստեղ, այստեղ ինչ են վաճառում, առանձին պարկն են վաճառում։ Երևի գուլպանա, պարկա գուլպայա չգիտեմ, կարմիր և կանաչ, ստվոմա կարմիրն ավելի, ու դու ինչ սանկանում ես կարող ես ավելի լցնել, էսի բանա, անվճարա, գրատիս, երկու պրոդուկտոս, կինդեր, մեկով, հա, ինչ-որ մի բան, եթե գնում ես անվճար են տալիս, մի խոսքով տեսնենք ինչ կա, սա կինդերի ստենդն է, այս սրանից գնեցինք արդեն, Ես գնել ենք, ինչա կոշիկից, անունն էի մորոց է, կոշիկից գնել ենք աստաղուրը, հա, այս եմ նույն կամվետներն են լինելու մեջ է, ուղղակի տուփերն է տարբերեսի ծառն է, այսպես տոնածառի վրա կախված է, հələ առնել տոնածառի վրա կախել, աստաղ այսպիսի սենց, մեծ չեմ ուզում անկեղծ լինի, ուզում ինչ-որ նորություն լինի, ու չկա, նորություն չկա, այստեղ ինչ կա, միլկա է լինում, իրան ստենդներ լինում, չկա ստարի, կամ մենք ենք ուշեք է, Շատ ձվիկ վերցեն, այս ձվիկներից,
Ուսում Nestle է։ Nestle-ին նայեցին։ Տեսնենք հələ։ Այսի մեջը ինչ է, որ մենք բացենք, լցնենք։ Հեսա նկարվել են կծրած է, ինչ կա մեջը։ Կարանք մենք այսի բացենք։ Ինձ թվում է ինքը տուփերով է լինելու անհատական։ Բացենք, լցնենք։ Պարկի մեջ, գուլպայի ավելի ճիշտ։ Վարին կոմները նայենք, տեսնենք ինչ կա։ Բավականին մեծ սուպերմարկետ է ու շատ մաքուր իմիջայլոց։ Վերցնեմ սա։ Չէ, մի հատ նայենք վերջում։ Մաքուր, ակուրատնի սուպերմարկետ է։ Սա է լիննա, որ կանֆետի։ Գնացինք։ Այստեղ այսպիսի մաշմելո ենք վերցրել Հարիբոյի։ Նայենք վերցրել։ Վերցնեմ, թե Չէ, իմ պարկը փոքր է, չի տեղանի այդքան, քոն մեջ չի ես տարվանը։ Ասենք ինչ հետաքրքիր բան կա։ Բացոց նայում ենք, չկա։ Հալի ատելս էմենդենցի մնում բաներից վերցնեմ։ Անկեղծ ասում են չի կարելի MMDS գնել, բայց տարին մեկ-երկու անգամ ոչինչ։ Խոսքով սա մեր մոտի տեսականին։ Չէ, բան կարամելներ են։ Չէ, են կոմնեց ամունները արդեն։ Սա տակ դասպես։ Գնանք կարող է մեջտեղները լինի, գիտես։ Դժվար։ Տեսեք։ Երևի միակ սուպերմարկետն է, որ այդքան մարդ չկար։ Չէ՞։ Հա, դեստեղ լինում եմ։ Հա։ Տեսեք, այստեղ էլ պատրաստի տարտալ ետկաններն են, բայց ոնց որ մի փոքր քաղցր է լինում այս սրանց սարքածները, չէ։ Ասում եմ, գիտես ինչ անեն, որ մեջը կրամատ մածուն դնենք չի լինի, չէ։ Չէ, բան կլինի, կլխկի։ Հա, Չէ, տարբեր տեսակ։ Ուրիշ բանալ է։ Այս գծալներն է շատ լավը։ Սիրուն է։ Նույնը կարող ենք շերտավոր խմորով սիրուն սարքել ու աղցանը մեջ է մատուցել։ Երևի որը ես այս տարի այդպես կանեմ։ Սա էլ այսպիսի տոնական պատրաստած է։ Սա քաղցրավենիք է, որը ուտում են 3 թագավորների օրը, այսինքն հունվարի 6-ին, Tres Reyes, այդ օրն են ուտում ու պետք 3 հատ թագավոր է մեջը լինում, եթե ձեզ ընկնում է դա, ուրեմն այդ տարին ձեզ համար շատ լավ է լինելու։ Այդպիսի ինչ-որ ավանդույթ կա այս քաղցրավենիքը։ Այս ինչ է։ Այս էլ է, նրանց իսպանական քաղցրավենիքներ։ Ձկան, գնացին։ ուտա։ Դեպի միակ հարմար խանութներից է, որ այդքան մարդ չկա, նկարելը շատ հարմար է ու երաժշտությունն էլ այդքան բարձր չի հնչում։ Քան մեծ չի տեսականին, չէ։ Այստեղ էլ ակվարիումի մեջ։ Սա էլ արդեն խամոնները, արդեն կտրած, պատրաստի։ Չգիտեմ, խամոնս, եթե փորձել եք հավանել եք, թե ոչ, ես օրինակ շատ եմ հավանում խամոնը։ Ինձ դուր է գալիս, մարդկա դուր չի գալիս իրան համը, մի տեսակ սպեցիֆիկ համ ունի, ոչ բոլորին է դուր գալու, բայց ինձ դուր է գալիս, ես սիրում եմ։ Են կողմնել ամբողջական ոտքն են վաճառում, գնանք տեսնենք։ Այս էլ, այս նոր տարվա դիմաց ավելի են հնարավորինս շատ լցնում տեսականին։ Ինչ տեսակի որ ուզենակ, ինչ որակի ու ինչ գնի։ Դե բնականաբար, ինչքան որակը բարձր է, այնքան գինը բարձր է։ Տեսեք, մեկ ոտքը 549 եվրո։ 550 եվրո մեկ ոտքը։ Նա բարձր որակի
Խամոնա 230 եվրո։ Այստեղ կա 89 եվրո։ Այսպիսի հենահեր տեսնում եք 77, 129 տարբեր գների կա։ Ահա, այստեղ տարբեր տեսականի կա 219 եվրո մի ոդկա, բայց որ մեկն է երևից ներքևիններն են, հա, չգիտեմ ճիշտ է։ Հա, հետևի ոտնա թանկ։ Տեսեք, կիլոն 27 ու 37 է, այնտեղ կար 18 եվրո, ըստ քաշերի է երևի, չնայած մի ֆիքսված քաշ է սա։ Ու մի ոդկա 219 եվրո։ Ոնց որ մենք խոզիպուտն ենք նոր տարուն առնում, իսպանացիներն էլ այս խամոնն են առնում իրենց սուրբ ծննդի համար։ Այստեղ արդեն տեսեք, սրանք ավելի էժան են, ինչ կան 77, 89, 99, 109 տարբեր գների արդեն ոտքեր են, սա ոնց որ փոքրել է մի քիչ։ Ամենալավը խամոններից Իբերիկայի խամոնն է, ամենալավ խամոնը։ Սա էլ երշիկները, սա ֆուետն է, այս ֆուետը շատ եմ հավանում, համուվարինում։ Ուրա, իրաց չորիսոն է, դե իման գալիս չորիսոն, իսպանական չորիսոն, տարբեր ֆիրմաներին է տարբերվում է իհարկե, այս իբերիկային եմ էլի հավանում, համուվար իբերիկային եմ, մի խոսքով, որ ասեմ շատ համով երշիկ ունեն չէ, իսպանացիները, բայց սա եմ, ահա հենելա չորիսոն, պիկանտ է, տա կծույա։ Այստեղ նարինջի և նռանը մեր համար ճիշտ ասած նորություն է։ Նորությունը անանաս մաքրելու մեքենա։ Հա, այստեղ չկար անանաս մաքրելու, սպասեք դա էս տան ձեզ։ Այ նորը փորձենք հետո նոր։ Հիմա նռան հյութը, տեսնենք ոնց է անում նռան հյութը։ Ճիշտ ասած, այստեղ Իսպանիայում ապրողները կփաստեն, որ կարմիր նուռ չենք կարում գտնենք։ Անարատ բնական։ Կապարի չապակին։ Չէ, լավ չպակեցիր ոնց որ կակ։ Հա։ Հավասարպակի, որ չթոփի։ Հիմա տեսնենք, մեր մոտ այժմ Հայաստանում նորը թե տեստեղ։ Մեր մոտ շատ թանկ է եղել։ Հա, ես զարմացա, իդեպ արել եմ, ես կես լիտրը 10,000 դրամ։ 10,000 կես լիտրը։ Բայց մեր նուրն ուրիշ է։ Դե մեր ուրիշ է, ինչու է ուրիշ նուռը։ Չէ։ Մեր ուրիշ է։ Սա ինչ արժի։ Մենք հələ դեռ գինը չգիտենք։ Տեսեք, այստեղ էլ անձեռոցիկը դրված է, որ շիշը եթե կեղտոտվի, մաքրես էլ, այդ մարդիկ մտածել են, տեսեք, շատ հաճելի է։ Արժեքը այս մի շիշը ինչքան գրամ է, կես լիտր երևի, 3,69։ Եվ այսպիսով հարգելի բաժանորդներ, կես լիտր նռան հյութը դուք տեսաք, որ ձեր ներկայության մենք քամեցինք, արժի 3 եվրո 69 սենտ։ Գիտեք չի ասում։ Այնքան էժան է։ Ինքը Հայաստանում դա վճարել է 10,000 դրամ։ Բայց դու ասա, որ մերի գույնն ու այս գույնը տարբերվում է իրարից։ Ասեք, որ մերն ուրիշ էր։ Չէ, բայց իրոք 10,000 դրամ կես լիտրը դա շատ էլի թանկ է։ Չգիտեմ։ Վերջի եկեք քիչներս չկորցնենք, 10,000 դրամ։ Կատականում, բայց շատ է։ 10,000 դրամ։
Մի խոսքով այստեղի գնումները կատարեցինք, ցնու ցույց կտամ Գուլպան լցնելուց, ցույց կտամ թե ինչ գնեցինք։ Գնանք շուտ տուն։ Ու շտապումը որոշել է հենց հիմա փորձի։ Տեսնույն համնա։ Անկեղծ ասած ոչ մի բանից սրտին դարձ չէր եղել, բացի նրան հյութից Հայաստանում, որ ասում է, չգիտեմ, աբսուրդ գին են ուզում, 10,000 դրամ կես լիտրի համար։ Չէ, ուղղակի մարդուն փաստի առաջ են կանգնեցնում, եթե դու ուզում ես, ասում ես, չես էլ հարցնում գին էլի, չես պատկերացնում, որ կարող ես մի կատաստրոֆիկ գին լինի։ Բայց եկեք համաձայնենք, որ 10,000 դրամը շատ է, էլի։ Անպահական քաղցր հյութ։ Կփորձեմ հետո կասեմ, անվական թե չէ։ Ազնվությամբ գույն էլ տեսեք ինչ սիրում նռան գույնը։ Ուրիշ գույն չի լինում։ Խնդրում եմ Իսպանիայում ապրողներ, եթե դուք տեղը գիտեք գեղեցիկ կարմիր գույնի նռան նուր, ինձ էլ ասեք, որտեղից գնում եք, շատ սիրուն նռներ են, բայց մեջը կարմիր չի, քաղցր է, շատ քաղցր է, բայց մեջը բաց գույնի։ Պրոբլեմա է, այստեղ կարմիր նուր գնել եմ։ Այ դրա համար է թանկ ա եղել, կարմիր ա եղել է նուրը։ Մի խոսքով գնանք տուն հասնենք, տեսնենք ինչ ենք անում, ձեզ էլ իհարկե ձեզ հետ կիսվենք։ Գուլպան ձեզ հետ կլցնեմ։ Այսօր անպայման տոնածառ ենք դնելու, Էմա ջան։ Հա, մենք տոնածառը չենք դրել, մեր խոստացած օրը չենք դրել։ Այսօր որոշել ենք անպայման դնենք տոնածառը։ Հիմա կապենք ամրագոտիները։ Հա, այո, կատարենք թռիչ, որպեսզի ոստիկանը մեզ չտուգանի 200 եվրո, որը ես տուգանվել եմ։ Ժողովուրդյան չդիմացա, ես էլ փորձեցի մի փոքր, անկեղծ ասած նույնիսկ շատ քաղցր էր, իրոք շատ համով հյութ էր, աժր։ Հաստատ որ էլի մտնենք էսկլատ, ուրիշ տեղ չեմ տեսել առայժմ նռան քամելու հյութը, որ նուր է քամում, բայց այս էսկլատում կար, երևի նորություն էր, չգիտեմ, կամ մենք ենք շուտվանից չենք մտել էսկլատ, շատ համեղ էր։ Սիրելիներս տուն ենք վերադարձել արդեն, իհարկե նոր չենք վերադարձել, արդեն մոտավորապես 5:30 է հիմա մոտ 3 ժամ առաջ ենք վերադարձել, միջև եկանք, ընթրիք պատրաստեցի, մի քանի գործերով արդեն դարձավ երեկո։ Հիմա ցույց տամ, թե ինչ գնեցինք վերջը ու պարկի մեջ կտեղավորվի, թե ոչ, այսքանը, հիմա կտեղավորվի, էլ կարիք չի լինի ոչինչ գնելու, որովհետև բավականին բան ենք գնել։ Հիմա ցույց տամ։ Ահա, ամբողջը այստեղ եմ տեղավորել, իսկ մեր պարկ չէ, գուլպան, չեմ ես միշտ պարկ ասում։ Մեր գուլպան էլ դուք տեսակ, միասին ենք գնել, սա եմ գնել։ Ձմեռ պապիկով, ինձ թվում է գեղեցիկ է։ Ահա, հիմա Այս մաշմելոն գնեցինք Հարիբոյի, ես այդքան կողմնակից չեմ նման բաների, բայց ամանորը ոչինչ, միայն ամանորին կարելի է։ Սա այսպես կանեմ, որ շատ տեղ չգրավի ու կդնենք ամենա առաջինը։ Սա տեղավորեցինք, հիմա կդնենք, կտեղավորենք այս ոտքը, սա, այս տնակը այսպես է կթողնեմ, մտածում էի բացեմ, բայց չէ, այս թվում է այսպես ավելի գեղեցիկ, ավելի տեսակ էֆեկտը սա է, այսպես կդնեմ, պետք չանի, ես դժվար, այստեղ Սա այստեղ 3 թագավորների օր կա, հունվարի 6-ը ու համընկնում է մեր Սուրբ Ծննդի հետ։ Հետաքրքիր է, սա է Feliz Navidad գրված, Merry Christmas, մի խոսքով սա, էլի Սուրբ Ծննդին է վերաբերվում սա էլ։ Այս միկադոն, եթե տեղ չանի, ոչինչ, սա միշտ էլ լինում է, օրինակ կոնֆետներ կա, որ ոչ միշտ է լինում, իսկ սա միշտ է, բայց տեղ անում, ոնց որ
Այս մեր պապիկը տեսանք, սա գնեցինք, տեսակ արդեն որոշ բաներ։ Սա ուղղակի այսպես լինդից կոնֆետ։ Այստեղ էլ Ֆերերո եւ Ռաֆաելո։ Ահա, պատրաստ է մեր գուլպան ամանորյա։ Ստվում է երևում է։ Ափսոս կամին չունենք, կամինին են չէ կախում։ Մի խոսքով, սա պատրաստ է արդեն։ Մնաց մեր պապիկի նվերը, գուլպան պատրաստ է։ Ժողովուրդ ջան, քիչ-քիչ պատրաստվում ենք ամանորին, գուլպան պատրաստ է, մնաց նվերները։ Ինչքան գեղեցիկ է, տեսեք։ Մի խոսքով, սա արդեն գնված է։ Տոնածառը հուսով եմ վաղը կդրվի, տոնածառի տեսանյութը մի փոքր ուշանում եմ, տոնածառը վաղը կդնենք, իսկ մենք պատրաստվում ենք գնալու, ով ճիշտ ես ու ընկերուհիս ենք գնալու, բայց ամուսնուս տանում եմ։ Գնում ենք կինո դիտելու Շարլ Ազնավուրի մասին, Մսյո Ազնավուր, իսկ այդ կինոն բաց թողել, չնայել հնարավոր չէր, որովհետև պատիվ է Շարլ Ազնավուրի հայրենակից լինելը, անկեղծ։ Ժողովուրդ ջան, մենք արդեն դուրս ենք եկել ու գնում ենք կինո, Շարլ Ազնավուրի մասին կինոն։ Անկեղծ ասած, մի որոշ ժամանակ առաջ ինտերնետով տեսա, որ կինոթատրոններում գնում էր, բայց Մադրիդում էր ցավոք սրտի, իսկ Մադրիդը մեզ մոտից բավականին հեռու է ու հարմար չէր գնալը, բայց ու շատ տխրեցի։ Անցավ մի որոշ ժամանակ, այստեղ կինոթատրոնում իհարկե սա հայերեն լեզվով է լինելու, Մադրիդինը իսպաներեն էր, որովհետև իսպանական սայթերն էին գովազդանում։ Սա հայերեն լեզվով է, այստեղինը Բարսելոնայում։ Հիմա դուրս ենք եկել, ուրախացա շատ ու անպայման պետք է գնամ, որովհետև իրոք հպարտենք, որ մենք ունենք նման հայրենակից ու իրա մասին իրոք կինո հանելը դա արժանի ազնվորություն էր, Շարլ Ազնավուրը։ Ես հիշում եմ, որ գնացել էինք դպրոց, այստեղ դպրոց էի գնում, լեզվի, չգիտեմ ինչ խոսակցություն, որ Շարլ Ազնավուրի մասին խոսակցություն գնաց, պատմում էի Շարլ Ազնավուրի, ես անմիջապես հետեղից վեր թռա, ասում տեսատին ասում եմ հայա, ասում գիտեմ։ Խոսքով հպարտանում ենք, որ ունենք նման տաղանդավոր, նման հայրենասեր անձնավորություն։ Հպարտ ենք, որ հայ ենք։ Ու ճանապարհին մեզ մոտ նորից անձրև սկսվեց ու խցանում է, ոյ կայծակեր, ու խցանում է, որովհետև անձրև եկե ու վթարը։ Այսա ճանապարհին վթար կա, վերջ այս մի ուղղությունը լրիվ փակվեց ու ուշանում ենք իհարկե, սովեմ շատ չեմ ուշանա, չէ, երևի 10 րոպեն, որ հաստատ ուշացած ենք գնալու, ինչ անենք, հեսա ձեզ ցույց տամ, թե ինչ իրավիճակ է մեզ մոտ, ահա, այսպեսի իրավիճակ է, անձրևոտ, հատ եղանակ, տաք է իհարկե դուրսը, բայց անձրևը ու մի երկու քայլ գնում ենք, կանգնում ենք։ Շատ վատ է։ Այս մի վթարը անցանք։ Մի վթար անցանք ուրա։ Աչի վրա։ Այսա, հա, այսա երևում է։ Այսա ցույց կտամ ինչ վթար է եղել։ Հա, տանում են ավտոն։ Այս մեկը անցանք, էլի կա, էլի է ցույց տալիս, որ վթարը։ Հա։ Լավ, ջուն չի գալիս։ Տակրքիր է։ Համատարած։ Ու ժամն էլ այնց ժամը, որ բոլորը գործից դուրս են գալիս։ Չգիտեմ։ Լավ չի։ Բայց էսը։ Ամուսնուս ջղայնանում է, որ ուշանում ենք, ասում դե որ ջղայնացար, ինչա փոխելու։
Դու քեզ ես վնասում, հաստատ խցանումը չի բացվելու։ Ժողովուրդ ջան, մենք դեռ ճանապարհին ենք, արդեն քանի րոպե, 10 րոպե ուշացել եմ, դեռ 10 րոպե կա, որ տեղ հասնենք։ Մի խոսքով ընկերուհուս գրում եմ, սկսել է թե ոչ, ասում է դեռ ոչ։ Հուսով եմ, մինչև իմ հասնելը չի սկսի։ Մի փոքր ուշ է սկսում, որովհետև գիտեն հայերի բնավորությունը, դրա համար անցած կինոն էլ, որ գնացել էինք, մոտավորապես 20 րոպե ուշ սկսեց։ Հուսով եմ, սա էլ է ուշ սկսելու։ Մի խոսքով, չգիտեմ, երևի չեմ նկարի, դուք հաստատ տեսած կլինեք այս ֆիլմը, մանավանդ Հայաստանում բնակվողները։ Ինչ-որ դրվագներ կարող է հասցնեմ նկարեմ, բայց ընդհանուր բնականաբար չեմ նկարի, ձեզ հետաքրքիր չի լինի իմ նկարածը։ Առայժմ ձեզ տեսություն եմ ասում, լավ մնացեք, բարի մնացեք և խաղաղ սիրելիներս, կհանդիպենք մյուս վլոգում, հաջողություն։ Et mes jeunes années, du meilleur et du pire, en jetant le meilleur.